Վերջին հարցը Հայկուշ Ղազարյանը հարցնում է, արդեն պարզ է, որ ներկայիս իշխանությունները հետընթաց են արձանագրել ձեր նշած արտաքին հարաբերությունների գրեթե բոլոր ուղղություններում, այսինքն հայ-ռուսական, հայ-վրացական եւ այլն։ Լավատես լինելով ուզում եմ պատկերացնել մեր երկիրն առանց այս վարչախմբի նորակված պետականության, բայց արդյոք դիվանագիտություն ունի անցյալի սխալները սրբագրելու ու ուղղելու միջանցքներ կամ ռեսուրսներ, թե այս ավերված ճանապարհը նորոգման ենթակա չէ։ Սա երևի այդպես ալտերնատիվների, այլընտրանքների մասին հարցին ավելի, այսպես ասած, հուզական մտահոգություն է, ոչ թե մտահոգություն, ապա, չէ, միշտ էլ կարելի է ինչ-որ մի բան շտկել, գնալով ավելի դժվար է դառնում, որովհետև ստեղծված իրավիճակը շատ ավելի վատ հնարավորություն է։ Օրինակ, ես այսօր լսում էի հիմնավորումը ինչու է էլեկտրականությունը Հայաստանում թանկանալու, 10% թանկանում է, որովհետև տարվա կտրվածքով 30%, տարվա կտրվածքով այս վերջի թանկացումը, որովհետև այդ մատակարարը, հայկական էլեկտրացանցերը ասում է, որ նախորդ տարվա համեմատ 7%-ով կրճատվել է սպառումը, հետևաբար կորուստները շատացել են, պիտի բարձրացնի, որպեսզի այդ 7% սպառման փոխհատուցվի։ Բայց բարձրացման հաշվին էլի արտագաղթ կլինի, էլի սպառումը կիջնի, հիմա էլի կբարձրացնի։ Հա, այսինքն արատավոր շրջան հասկանում եք, այդ ձև չի արվում, բայց այդ բանը գիտեք, այս ժամանակ էլ է ասում, ես տնտեսագետ չեմ, բայց իմ համար էլ պարզ է, եւ ասում եմ, պարզ չի, որ դուք ինչքան գինը բարձրացնում եք, այնքան սպառումը կչանալու է։ Այս սպառումը կչանալու է, եկամուտն է կչանալու։ Ի վերջո, երբ որ օրինակի համար, ասենք, արևմուտքում որոշ տոների առթով գները միանգամից իջացնում են, այդ սեյլ կոչեցյալները, չգիտեմ, բոքսինգ, որը հակառակ ասենք նոր տարվա վրա, ասենք մի 4-5 անգամ շատ էժանացնում են, կտրուկ։ Այսինքն կարող է ոչ թե կեզգին, 1 քառորդ դնով, ինչ են ծախում, ոչ թե իրանք այդքան շատ են սիրում սպառողն, իրանք հասկանում են, որ դա իրանք ձեռ է տալիս, այսինքն սպառումը մեծացնելը, շուկան մեծացնելը ձեռնատու է ամեն պարագային, որովհետև նախ առաջին ինչքան էլ էժանացնում են որոշակի շահույթ կա, երկրորդը իրանք անգամ եթե ինքնարժեքից էլ ցածր են ծախում, ապա ազատում են որոշակի միջոցներ, շրջանառու միջոցներ այդ բանի համար եւ տարբեր խնդիրներ կա։ Հետո սպառողը եթե մի անգամ սպառած ապրանքը դուրը եկավ, հետո էլի կառնի այդ բանը ասած։ Իսկ ուզում եմ ասեմ, այդ բանի խնդիրը կա։ Հիմա ցավոք սրտի հայ ժողովրդի թվի քչացում Հայաստանի Հանրապետության մեջ ոչ միայն ահավոր այսպես ասենք, հետևանքներ ունի երկրի պաշտպանության առումով եւ այլն, բայց նաեւ սպառման առումով, այսինքն գնալով շուկան ավելի դժվար է դառնում։ Ինչքան քիչ մարդ, այնքան քիչ սպառում։ Ինչքան քիչ ցածր եկամուտ, այնքան քիչ սպառում։ Հետևաբար, ինչքան քիչ մարդ, այնքան հեշտ ընտրություններ։ Դե ուրիշ հարց է, բայց գիտեք ինչ է, հիմա մենք լավ գիտենք, որ մեր ղեկավարության ճնշող մեծամասնությունը ունի տարբեր բիզնեսներ եւ վատ քաղաքականությունը երկրի կառավարման բերում է իրենց բիզնեսների թուլացման, որովհետեւ առաջին հերթին իրանց սպառումն է, չէ՞ իրենց կրճատվում։ Դրա համար եթե նկատել եք վերջի շրջանում ներքին, այսինքն բիզնեսի մեջ ներքին պայքար կա, որտեղ եթե առաջ օրինակ արկա բնակչությունը կարող էր 5 ներգրողի ապրանք սպառել, այսօր քչացել է կարող է 3 ներգրողի կամ 2 ներգրողի։ Հետևաբար այն մյուսներին մեջտեղից պետք է անել։ Դրա համար է սրվել վերնախավան պայքարը, որտեղ շուկայի համար այսօր կռիվ գնում եւ բնականաբար առաջիկայում շատ օլիգարխներ այսօր շատ օլիգարխներ այստեղ պայքար է գնում շուկայի համար։ Արդեն որտեղ այսօր ոչ թե փոքր եւ միջին բիզնեսից պետք է շուկան խլել, արդեն դա խլված է։ Չկա Հայաստանում փոքր եւ միջին բիզնես, այդ բոլորը հասկանում են։ Այսօր արդեն այդ մի քանի մեծերի մեջ է, այսօր այսինքն ի վերջո պայքարելու են այդ իրար ոչնչացնելով, մինչև վերջում կմնա այդ երկուսը եւ իրար դեմ կպայքարեն, վերջը կմնա մի։ Այսինքն ամբողջ երկիրը մենք այսօր ամբողջ ոլորտներ ունենք, չէ՞ որ այսինքն մենք մի մոնոպոլիստ։ Հա, մոնոպոլիստ կամ գրեթե մոնոպոլիստ, սպասարկման ոլորտի մի օրինակ ինքոմը կամ շաքարավազի ձեթի ներմուծումը եւ մյուս հարցերը, բայց քանի որ Հայաստանում հիմնականում բիզնեսը հաղթում է այն բիզնեսը, որ իշխանության հետ է, կամ հետ իշխանությունն է, դրա համար Հայաստանում պայքարը գնում է իշխանության համար։ Շատերը հարց են տալիս, օրինակ ինչ են ուզում, չեն դեպուտատի չեն, դեպուտատ կամ ինչ են իշխանության համար պայքարում։
Որովհետև իշխանություն նշանակում է բիզնես, վերահսկողություն բիզնեսի նկատմամբ։ Արևմուտքում մեծ մասամբ լավագույն կադրերը չեն գնում պետություն, իշխանություն, քաղաքապետարան, այսինքն օրինակ Կանադայի դեպ պատմեմ, օրինակ տղայիս ընկերը գնաց քաղաքապետարանում աշխատելու, որտեղ ինքը տան որ ուրիշ բանի պետք չի։ Լավ, ուրիշ բացի քաղաքապետարանում աշխատելու, այսինքն ինչ-որ բան, որտեղ դա ամենացածր տեղերից մեկն է, այսինքն հա դրանց ինչ-որ զբաղվում ես, ինչ-որ մեկին թույլտվություն տաս, ինչ-որ երկրորդ հատ կառույցի, դե չկա, այսինքն այդ ինչ է, դա ոչ բիզնես է, պետք չի։ Եվ նման բազմաթիվ բան է, այսինքն լավագույն կադրերը միշտ էլ ամբողջ աշխարհում գնում են մասնավոր բիզնես։ Պետությունը մի փոքր ինքը ավելի գրավիչ է, ասենք միջպետական հարաբերությունները, արտաքին քաղաքականություն։ Բայց մեր մոտ հակառակն է, մեր մոտ ինչի է ակնում, որտեղ մեզ մոտ իշխանությունը որպես բիզնես այդ մոդելն է աշխատում, որը շատ վտանգավոր բան լինում է, որովհետև արդեն դա բիզնեսի օրենքներով չի գործում, ասենք մրցակցություն չկա։ Ինչն է առավելությունը, ասենք կապիտալիզմի, ֆեոդալիզմի նկատմամբ, կամ սոցիալիզմի նկատմամբ, երբ որ ասում են սոցիալիզմը, ինչու պարտվեց սոցիալիզմը կապիտալիզմի դեմ պայքարում, որտեղ սոցիալիզմը չուներ մրցակցություն։ Այսինքն ինչ որ մեկը, ինչ որ մի հատ քերի նստած Մոսկվայում, Գոսպլանում որոշում էր, որ պետք է Հայաստանում, չգիտեմ, այսքան զույգ կոշիկ։ Բայց շուկան շատ ավելի փոփոխական է, քան այնտեղ որոշումները կազմեն, չկարողացա։ Ազատ մրցակցություն դա կարգավորում է։ Հիմա եթե մենք չունենք ազատ մրցակցություն Հայաստանում, մենք չունենք կապիտալիզմ Հայաստանում։ Այսինքն դա, այսպես է, մեր ունեցածը կարելի է բնութագրել այսպես ֆեոդալիզմի, որտեղ մենք ունենք որոշ տարածքային ֆեոդալներ, բդեշխներ, այսինքն, չէ, այդ ֆեոդալիզմի եւ սոցիալիզմի, այսպես խառնուրդ ունենք, էլի, որտեղ ինչ որ ընտրության բան կա, բայց ընտրության ձևական դրսևորում կա, բայց ընտրություն չկա, ոնց որ սոցիալիզմի ժամանակներում էր։ Հա, այդ դա մենք ունենք այսպես սոցիոֆեոդալիզմի նման բան, մենք դեռ չենք ասել կապիտալիզմի մակարդակի, երբ որ մենք ունենք ազատ շուկա, այդ ժամանակ կլինի Հայաստանում կապիտալիզմ, այդտեղից էլ բխող արդեն մյուս բաներ, երբ որ բիզնեսմենը բոլորովին շահագրգռված չի լինի գնա, այսինքն իշխանության մարմիններ, լավագույն դեպքում ինքը կկրթի ինչ-որ մի սերունդ եւ այդ սերունդից կվարձի լավ մասնակիցներ իր շահերը պաշտպանելու համար, այդ շահերը պաշտպանված կլինեն օրինական ճանապարհով եւ օրինական բանով եւ ոչ թե ինչպես հաճախարվում է։ Կարծեմ սպառեցին հարցերը։ Շնորհակալություն նախ հարցերով ուղարկողներին, որ արձագանքեցին մեր ասուլիսին եւ շնորհակալություն պարոն Պապյանին